Մշակույթի ոլորտում մեր անելիքները բազմաթիվ են, ես իհարկե չեմ հասցնի անդրադառնալ բոլորին, 1-2 կարևոր բան նշեմ, մի կարևոր բան, որ կուզեի հատկապես նշել, մեր ներդրումներն են կապիտալ ծավալի այս ոլորտում։ Ոչ մի կառավարության կողմից մշակույթի ոլորտում այս ծավալի ներդրումներ չեն արվել։ Եվ ես կուզեմ ընդհանրապես օրինակ թվարկել ինչ գույք լուսաձայնային սարքավորումներ այլ անհրաժեշտ պարագաներ ենք ձեռք բերել մեր տարբեր թատրոնների համերգասրահների համար, որպեսզի ձեզ պարզ դառնա։ Բոլորովին ուրեմն մոտ օրերս կարծում եմ արդեն կկարողանանք միասին ականատես լինել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի բացմանը, որտեղ պետությունը հատկացրեց նաև պակասող բոլոր անհրաժեշտ միջոցները այն գույքի ընդհուպ միջև աթոռների համար, որոնք որ չէին թողնում, որպեսզի շինարարական աշխատանքները ավարտին հասցվեր, բայց այստեղ մենք մեծ ծավալի ներդրումներ ենք արել լուսային, ձայնային տեխնիկայի եւ մնացած բոլոր ուղղություններով։ Արտաշատի եւ Գյումրու թատրոնների համար լուսային ձայնային տեխնիկա ենք ձեռք բերել եւ սա հնարավորություն է տալու նաեւ մարզային մեր թատրոններում ունենալ պատշաճ միջավայր եւ պայմաններ հանդիսատեսին նաեւ հնարավորություն ընձեռելով որակյալ ներկայացումներ դիտել Ստանիսլավսկու եւ Սունդուկյանի թատրոնների համար կամերային երաժշտության թատրոնի, կամերային երաժշտության ազգային կենտրոնի Խաչատրյան համերգասրահի գործիքներ են ձեռք բերվում սիմֆոնիկ նվագախմբի մյուս մեր կառույցների համար եւ սա ընդհանրապես ցույց է տալիս, որ սա ոչ թե կոնկրետ անձանց, կոնկրետ նպատակներով ուղղված աջակցության ծրագրեր են, բարեգործական միջոցներով, որոնք ավելի շատ PR-ին են ուղղվել, քան բովանդակային աշխատանքին, այլ սա հետևողական պետական ջանք է, որը դրվում է մշակութային կյանքի որակը փոխելու։ Հաջորդ տարի էլ մեզ մոտ նախատեսված են բյուջեով Գորիսի եւ Վանաձորի թատրոնների հիմնանորոգումներն ու կառուցումները։ Էական միջոցներ են հատկացված երաժշտական գործիքների ձեռքբերման համար, մեր տարբեր կառույցների համար, սարքավորումների ձեռքբերման համար, որոնք անհրաժեշտ տարրական պայմաններ են ձևավորելու այստեղ աշխատելու եւ որակյալ ստեղծագործելու։ Ֆինանսավորման նոր մոդելը կգործի նաև Սունդուկյանի թատրոնում։ Պետք է հիշեցնեմ, որ արդեն իսկ այս մոդելով աշխատում էին օպերային թատրոնը, տիկնիկային թատրոնը եւ կամերային թատրոնը։ Եվ պետք է հիշեցնեմ, որ սա նաև էապես բարձրացրել է վարձատրությունը ոլորտում աշխատող ստեղծագործական կազմի եւ սա է ճանապարհը, որով մենք տեսնում ենք, որ ոլորտը պիտի գնա թատերահամերգային կազմակերպությունների մասով եւ ակնհայտ է, որտեվ նախորդ տարի միայն այս ուղղությունը ժամանակակից արվեստի թատերահամերգային ուղղությամբ 3.9 միլիարդ դրամ սեփական եկամուտներ են գեներացրել եւ ակնհայտ է, որ այս նոր պայմանների ձևավորումն էլ բոլորովին նոր հնարավորություններ է ընձեռում։ Մի օրինակ բերեմ, այս տարի Ամռանը օպերային թատրոնը, ինչպես ընդունված էր, չի գնացել արձակուրդ, աշխատել է ամբողջ ամառային նաև շրջանի ընթացքում եւ ամառային շրջանի մեծ մասում օպերային թատրոնի ներկայացումները հիմնականում ունեցել են զբոսաշրջիկ հանդիսատես։ Եվ սա մի կողմից թատրոնի համար էապես ավելացրել է մուտքերը, մյուս կողմից էլ հնարավորություն է տալիս, որ մշակութային կյանքի բազմազանություն ապահովի։ Եվ այս քաղաքականությունն է, որ մենք խրախուսում ենք, բայց ոչ միայն։ Ես կուզեմ 1-2 պարզ թիվ ասել, որ ցույց է տալիս, թե ինչ ծավալի աշխատանք է անում կառավարությունը մարզերում մշակութային կյանքի ակտիվացման ուղղությամբ, որովհետև մենք շատ ենք խոսում այն մասին, որ մշակութային կյանքը կենտրոնացած է Երևանում եւ սա մեր հիմնական խնդիրներից մեկն էր եղել եւ մեր քաղաքականությունը ուղղված է նրան, որպեսզի մենք մշակութային կյանքը աշխուժացնենք եւ հասանելի դարձնենք մեր բոլոր բնակավայրերում։ 25 թվականին մեր 17 թատերահամերգային կազմակերպություններ 96 համերգներ եւ ներկայացումներ են ունեցել մեր ամենատարբեր բնակավայրերում ավելի քան 50,000 հանդիսատեսի համար։ Սա տեղի չի ունենում ինքնըստինքյան, սա մի պահանջ է, որը դրվել է մեր կողմից նրանց հետ կնքվող պայմանագրերում, որը դրվել է որպես պահանջ պետության կողմից հայտարարվող դրամաշնորհային ծրագրերում եւ որն էլ ունենում է արդեն այսպիսի արդյունքներ։
Մեկ-երկու ուղենշային բան նշեմ։ Ֆիլհարմոնիկ նվագախումբը իր 100-ամյակի շրջանակներում մարզերում 12 համերգ է տվել։ Պետական ազգային ակադեմիական երգչախումբը, Պետական ֆիլհարմոնիան, Սիմֆոնիկ նվագախումբը, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, որը իր խաղաշրջանը բացեց Ստեփանավանում, իր խաղաշրջանը Վանաձորում բացեց Ստանիսլավսկու թատրոնը, մեր մյուս թատրոններն էլ, Համազգային թատրոնը ըստ էության շրջել է մեր գրեթե բոլոր մարզերում։ Մենք շատ ակտիվություն ունենք, մեծ ակտիվություն մեր մարզային թատրոնների, որոնք նաև իրենց հարակից մարզերում են ակտիվորեն աշխատում։ Օրինակ Արտաշատի թատրոնը լրացրել է Վայոց ձորում թատրոնի բացակայությունը հանդես գալով Եղեգնաձորում, Վայքում եւ այլ բնակավայրերում։ Եվ այս շարունակական քաղաքականությունը նաև էապես փոխում է մարզերում մշակութային կյանքի հասանելիության մակարդակը։ 25 թվականին մենք իրականացրել ենք 9 մարզային փառատոններ, 40 թատերահամերգային ծրագրեր, ավելի քան 19000 հանդիսատեսի մասնակցությամբ եւ այստեղ բնականաբար ես չեմ նշում դեռևս ֆեստիվալը, որը առանձին ծրագիր է, շուրջ 70000 մասնակից ունեցել ենք 3 համերգների եւ հարակից միջոցառումների շրջանակներում եւ այս քաղաքականությունը էապես իսկապես փոխում է մթնոլորտը, միջավայրը եւ նաև ճանաչելի է դարձնում մեզ համար մեր իսկ բնակավայրերը։ Մշակութային ժառանգության ոլորտում մեր աշխատանքները նույնպես շատ էական եւ շարունակական աճ են գրանցում։ Հաջորդ տարի 20 հուշարձանների ուղղությամբ ենք աշխատանքներ իրականացնելու, ընդ որում այստեղ ներառված են նաև շատ վտանգված հուշարձաններ, որոնք տարիներ շարունակ դժվար է եղել նույնիսկ գտնել լուծումներ դրանք, ուրեմն վերականգնելու կամ ամրակայելու, բայց հետևողական ջանքի շնորհիվ մենք կարողանում ենք այդ աշխատանքները նույնպես ընթացք տալ, ինչպես օրինակ Սրվեղի վանքը, ուրեմն Տավուշի բերդը եւ մնացած այլ մեր կարևոր հուշարձանները, որոնք խիստ վտանգված են եւ ունեն ամրակայման ու վերականգնման կարիք։ Պետք է հիշեցնեմ, որ մենք նաև վերականգնել էինք մշակութային արժեքների ձեռքբերման եւ մեր թանգարանների հավաքածուների համալրման ծրագրերը։ 26 թվականին այս ծրագիրը նույնպես կշարունակենք եւ այստեղ էլ մենք մեր թանգարանների գործունեության մասին խոսեցինք, այստեղ էլ մենք ունենք բավականին էական աճ, ես մի թիվ կբերեմ, որը ցույց է տալիս մեր առաջին 9 ամիսների սեփական եկամուտների աճը նախորդ տարվա նկատմամբ։ Մեր թանգարանները այս տարի 9 ամիսների ընթացքում կարողացել են գեներացնել ավելի քան 1.2 միլիարդ դրամի սեփական եկամուտներ, նախորդ տարվա համեմատ աճը ավելի քան 20% է։ Եվ սա իսկապես ցույց է տալիս, որ եթե հետևողական աշխատանք կա, իսկ ես պետք է հիշեցնեմ, որ մենք նաև ոլորտում ձևավորել էինք մշակույթի զարգացման հիմնադրամ, որը թանգարանների վարչատնտեսական կառավարման գործառույթներն ու իրականացնում եւ նաեւ մարքեթինգային քաղաքականությունը միասնական վարում, կարողանում ենք նաեւ նման արդյունքներ ունենալ։ Միջազգային մեր համագործակցությունն է ապես աճել, Լուվրի այդ ցուցադրությունը բացվեց այս տարի սեպտեմբերի 21-ին, 6000-ից ավել այցելու ենք արդեն ունեցել, նաեւ մեր թանգարանները ակտիվորեն ցուցադրվում են այլ երկրների թանգարաններում, ինչպես օրինակ պատկերասրահը այս տարի ֆրանսիական Բարբիզոնում հայկական իմպրեսիոնիզմի ցուցադրություն բացեց, գրեթե յուրաքանչյուր օր մեր որևէ թանգարան ունի նոր ցուցադրություն, նոր ուրեմն գիտաժողով, նոր միջոցառում եւ ես կարծում եմ, որ թանգարանների այս աշխույժ կյանքը, որը մենք տեսնում ենք, որ նաեւ սեփական եկամուտների աճի վրա է էապես ազդում, բացում է նոր հնարավորություններ ոլորտի զարգացման համար։ Մշակութային ժառանգության իմաստով հիշեցնեմ նաև, որ մենք ակտիվ քաղաքականություն ենք վարում, ուրեմն թե մեր նյութական, թե ոչ նյութական արժեքների միջազգային ցանկերում գրանցման ուղղությամբ։ Պետք է ասեմ, որ երկու հայտ ենք պատրաստում եւ ներկայացվել են ՅՈՒՆԵՍԿՕ գինու պատրաստման ավանդույթը Արենի համայնքում եւ ջրի եւ անձրևի մեծարման ավանդույթը
քննարկում ենք Իրանի հետ ներկայացնելու հարցը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ում արդեն 26 թվականին այս հայտերի մասով կունենանք որոշումներ։ Բնականաբար մեր աշխատանքները ոլորտում իրականացում են շատ մեծ ծավալով, գրադարանների ու գրքի մասին խոսեցինք, այս տարի մենք նաև գրքի Երևանյան փառատոնը տարանք մարզեր եւ կազմակերպեցինք Գյումրիում եւ Կապանում, պետք է ասեմ, որ բավականին լավ արդյունքներ ունենք եւ սա նաև աշխուժացրեց տեղի կյանքը, այդ թվում գրահրատարակչության շուկան եւ նաեւ ընթերցանության մշակույթը եւ մենք այս քաղաքականությունը շարունակելու ենք նաեւ հաջորդ տարի։